Բարև ձեզ Երկիր մեդիայի հարգելի ունկնդիրներ, դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Արդեն 111 տարի է անցել հայոց ցեղասպանությունից։ Ցեղասպանության գործընթացը թերևս շատ երկար ժամանակ է դեռևս ճանաչման փուլում է, հատուցման պահանջի փուլում է, հիշողությունների փուլում, կան նաև ավերագրություններ։ Սակայն դեռևս էական հաջողություն այս առումով չունենք, չնայած նրան, որ միջազգային հանրությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը եւ արդեն բազմաթիվ են այն երկրները, որտեղ քրեականացվել է նույնիսկ ժողովրդականության քաղաքականությունը։ Թեմայի վերաբերյալ եւ հատկապես հայ դատի գրասենյակի գործունեության հայկական հարցի ավելի արդիական խնդիրների մասին այսօր զրուցելու ենք հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գարագաշյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հատկապես Կանադայի հայ դատի գրասենյակը, որը ներկայացնում եք դուք, ինչ խնդիրներ ունի իր առջև դրված եւ ինչպես է այն հնարավորություն տալիս միջազգայինորեն հայոց ցեղասպանության հարցը պահել ավելի բարձր ադյաններում եւ հնարավորինս չլռեցնել։ Հայտարարի գրասենյակը ասեմ նախ որ ինքը մեկ դրսևորումն է հայտարարի Կանադայի հայտարարի հանձնախումբի, շրջանային հանձնախումբի եւ նաեւ ինչ չէ դեղական նահանգային հանձնախումբերու ասենք կորզատիր թևն է։ Ինքնին սկիզբը շատ կամավոր աշխատանքով հանձնախումբերն է որ աշխատել մինչև գարիկը սկսվեցավ մնայուն գերբով Կանադայի մայրաքաղաք Օտավայի մեջ անպայման ունենալ գրասենյակ։ Այս առումով եթե պիտի խոսենք օրագարկի մասին, ցավոք սրտի մեր օրագարկը ամբողջությամբ ասենք փոխված է։ Հայրամյակի ցեղասպանության հայրամյակի օրագարկը ուրիշ էր, իսկ 2020-ի պատերազմին հետ օրագարկը դարձավ բոլորովին ուրիշ, առաջնահերթությունները դեղափոխվեցան, նամանավանդ 2023 սեպտեմբերի Արցախահայության դեղահանմատներն հետ։ Ինչով են տարբերությունները, 3 ժամանակաշրջան առանձնացնենք։ Նախսեմ որ առաջնահերթությունը Հայաստանի անկախությանն առաջ մնայուն գերբով ճանաչումներ, նախ եւ առաջ ճանաչումներ։ Այդ մեկը այսինքն ինքնին հերկուլյան աշխատանք էր, որովհետեւ լա Կանադան կամ լա ընդհանրապես արևմուտքի որը մեկ երկիր, մանա ՆԱՏՕ-ի անդամները բացարձակապես հետաքրքրություն չունեին հայկական ցեղասպանության ճանաչման։ Մինչև որ ստեղծվեցան մեխանիզմներ եւ գուտագումներով, այսինքն քիչ ցախողելով, հաջողելով ինչ որտեղ մենք կարողացանք այդ երկիներու նվազագույն իսկական առումով գործող ժողովրդավարական ինստիտուտները կորզածել, ոչ թե կորզածել, այսպես ասած համագործակցել, որ կարողանանք այդ ճանաչումը իրականացնել։ Ընդհանրապես պահումը ճանաչման առումով, եթե փուլը բնորոշեմ շատ արագ, կորզատիր իշխանությունները մնայուն թեմային, բայց եւ այնպես ժողովրդի կողմէ ընդրված ուրեմն ազգային ժողովի անդամներ, որոնք սկզբունքային մարդիկ էին մեծավ մասամբ, շատ արագ գտնունեին մեր ասենք դրած բանացևերու կամ մտքերու նախագիծերը գմտներ խորհրդարան, բայց կորզատիր իշխանությունը ինչ որ ազգային անվտանգության առումով բաժարապանություն կգտներ, որտեղ գա մեխանիզմ ադոր parlamenti մեջ եւ բանացևը հոտ կամ բանացևի ասենք առաջարկ հոդիս կան կարներ։ Մինչև եկավ 2002 թվականի ասենք իրագործումը, որ մեր կողմէ մարդավարական փոփոխություն է, փոխանակ մտնելու խորհրդարան այս անգամ մտանք ձեռագույտ Կանադայի սենատ։ Սենատի մեջ Կանադայի սենատը նշանակովի է, ամերիկյան սենատի ասենք լիազորությունները չունի, բայց նաև ունի մեծ բարոյական գշիր, որը մեկ սենատոր, որը մեկ ձեռագուտական կրնա իր բարոյական գշիրը օգտագործել այս կամ այն հարցի վերջին արբիտրաժ եղնելու, եթե օրինակ խորհրդարանեն եկավ բանացել, որ պետք է նաև ձեռագույտը ասենք վերահաստատել։ Կամ հակառակ երբեմն ձեռագույտեն երթաբանացել դեպի խորհրդարան։ Եվ այդպես եղավ, առաջին ճանաչումը եղավ ձեռագույտի մակարդակով։ Արագ մնշեմ, որ առաջին ասենք ճանաչում որ գսեմ տաշնային կամ տաշնակցային առումով էր։ Նահանգները գլխավոր երկու մեծ ուր հայությունը գետրոնացած էր Օնտարիոն եւ Քվեբեկը արդեն ջանցած էին 80-ական թվականները։ Եվ ադոր վրա հիմնված արդեն քիչ ասենք քայլեր առաջ գացին։ 2004-ին ահագին աշխատանքի հետ բազմաթիվ ներդրումների հետ
սրդադրոպ ինչ որ իրավիճակներում մեջ վերջը կարողացանք անցնել ճանաչման բանացել, որ մեզ համար կոն ինձ համար իմ կյանքի ամենաուրախ օրերեն մեկն էր։ Իսկ 2006-ին բաբանողական կառավարության վարչապետ Ստիվեն Հարփերը ինք գործատին մարմնի կողմի ճանաչեց։ Այսինքն 3 մագարտակներ, վրա այս ճանաչումը եղած է։ Հիմա այս բոլորը լալեներ Հարամյակին նաև ամրագրեցինք այս բոլորը, որտեղ ամեն ինչ գնային, ասենք, թրկական տեսփանությունը, թուրք կառավարությունը եւ նաև իրենց այսպես ասած համայնքը, որ ճիշտ մեր օրինակով սկսան գազམ-ակերպել, որ նաև դադարենք grassroots աշխատանք, այսինքն գետնի վրա աշխատանքի իբրև քաղաքացիներ, որ հոսում մեկ բառով լոբիինգ կոչվի, չնայած որ շատ ճիշտ բառ չէ, մենք խոսում լոբիինգի մասին, ամեն ինչ գնային, որ շրջեն այդ ճանաչումը։ Ի վերջո նաև Հայրամյակի ապրիլ ճիշտ 24 օրով մենք հաջողեցանք այդ ասենք բանացիվը ամրագրել, զայն դարձնելով կանադայի ասենք հիշադակի օր եւ նաեւ ամբողջ շաբաթը ցեղասպանության կանխարգելման եւ իրազեկման շաբաթ։ Հիմա եկավ 2020-ի պատերազմը։ Մենք արդեն անցած ենք հաջորդ փուլին, այսինքն սկսած ենք խոսիլ մարտոց հադուցման թղթաձվարի մասին, ինչ որ Հայրամյակի այդ հիշում եմ եւ բահանջում եմ գարկախոսը, նախսեմ որ սկիզբը հիշում եմ էր։ Բողոքեցինք ոչ թե միայն մենք հայտարարել շատ ասենք ազգային գործիչներ, որ հիշում եմ հետո ինչ, շատ գրավորական էր, բայց բահանջ կա ի վերջո նաև, որովհետև եթե եղած է ցեղասպանության ոճիր, շատ բարձ է, որ Միացյալ Աշխարհու կարող էինք պահանջել, այսինքն առանց հիշողության կարող ենք պահանջել։ Հիշողությունը լավ պետք է լար բնականաբար, բայց հիշողությունը հոտ մնանք միայն արդեն իսկ ոչ մեկ ներկայացնի։ Անհետևանք ինչ որ ոճիր գնա։ Իսկ ինչ սկսեցինք պահանջել։ Հիմնված իրավականորեն, եթե պիտի բացատրենք, Միացյալ Աշխարհու գազམ-ակերպության ուրեմն ուխտի վրա, ցեղասպանության ուխտի վրա, որուն ասենք երրորդ իսկ բանը հոդվածը գսե, որ բաժելիություն կա, այսինքն նախ որ գործադրողը նույնիսկ մեղսագիծը կամ նույնիսկ գոմնագիորեն ինչ որ օժանդակողը բաժելի է։ Հիմա բաժելիությունը մեկ։ Եթե անգլերենով տնեմ արագ մահաց հետո տրականապար հայերենով գսեմ, 3 ռեով սկսող ասենք բառեր կային։ Ուրեմն recognition, retribution եւ reparations, որը կարելի էր խոսիլ 4-րդի մասին, 4-րդ դրի մասին, որ reconciliation-ներ, այսինքն հաշտեցման ինչ որ բան։ Բնականաբար գային ուժեր գլխավորությամբ Թուրքիայի եւ նաեւ մեր մեջ եղած հայանուն այսպես կոչված խմբավորումներ, որ հագարագենը սկսած են խնդիրը, ոչ թե հագարագենը սկսած են էպիդեմիայի միսկայլերը, հաշտեցման պիտի երթային այսպես կոչված ինչ որ ոչռակորձին կամ ոչռակորձի իրավաճորտին ասել լավ, եղավ անընդհանրացավ եկեք հաշտվին եւ եղբայրապար ամեն կասկեդո։ Միացյալ Աշխարհու գազམ-ակերպության ուխտը հստակորեն գսե, որ բաժելիություն կա եւ նաեւ կամ նախընթացներ, օրինակ Նյուրնբերգի դատավարությունը, որ հրեական ողջակեզի գլխավոր ասենք գործադրողները նույնիսկ գազམ-ակերպողները եւ միտքը հղացողները ոչ բոլորը անշուշտ առնվազն 12 հոգի դատավարդեց մահվան, 3 հոգի ծմախ բանդարգության եւ այլն եւ այլն եւ այլն։ Ասի բաժելիության բաժնի մեջ էր։ Մինչև օրս 90 միլիարդ դոլար վճարած է Գերմանիան, օրինակ ցեղասպանության կամ ողջագեզի հрьяաներու վերաբրողներուն եւ մինչեւ դակավին մինչեւ օրս կվճարե։ Նաեւ կվճարե Իսրայել պետության։ Մասի նախընթացներ են, իրավական նախընթացներ են։ Մեր բարակային հադուցման փուլը սկսելու համար, երբ որ ճանաչումը դեղի ունեցավ, նվազագույնը դեսականորեն, հիմա իրական պատկերին գուկանք, նվազագույնը դեսականորեն այս բոլոր քայլերը պետք է առնչվեն։ Օրինակ այդ օրերուն Գիլիգո Գատողոսյանը տատ բացավ Թուրքիո կառավարության դեմ սելով համար կբահանջեմ Սիսի Գատողոսարանը։ Չնայած դեռ չհասավ 1001 տադական ինչ որ մանիպուլյացիաներով թրքական ասենք բادرանները հաջողեցան դուրս մղել ադիգա իրենց ասենք դիմաց տրված առաջադրանքի պրև։ Բայց օրինակ մներ ադիգա, որում վրա ինչ որ նաև 10 եղամեզի, որ լրջորեն պետք է աշխատի, ասպես երտալ եւ տադի բանդալ եւ ասել որ հիմա մենք կբանջենք, ասին չգամ անինչը։
փոքր քայլերով կարելի է սկսել, օրինակ մարդիկ, որոնց մեջ նաև հաջողություն արձանագրվեցավ, մարդիկ, որ իրենց գալվածակիրը ունին, մնացած Գիլիգիային կամ Արևմտյան Հայաստանեն, երթալ տադական process-ով բանջելու իրենց գալվածը, դուն կամ հող կամ ինչ-որ բան։ Գրնային նորեն դռները փակվել, այսինքն դեսությունը, օրենքը, իրավական քուպանը, լիազորությունները եւ իրավունքը ուրիշ է, գետնի վրա իրականություն ուրիշ է։ Այս բոլորը գիտենք, ինչեւ այսօր գիտենք։ Հիմա եթե մտնենք հադուցման բաժնի մեջ, ասի արդեն օրինակ կա, նախընթաց կա, անշուշտ հրյալները տարածքների վերադարձը հնարավոր է։ Ինչպես? Տարածքների վերադարձը։ Ու խնդիրով է։ Ու խնդիրով է։ Եթե հավանաբար ինչ-որտեղ կարելի է, եթե զիջումով երտանք եւ ասենք, որ լավ եւ առաջարկված է 70-ական թվականներում ամեն մարդաս հայտնի քաղաքի մասին չխոսեմ, բայց հայտնի քաղաք է, որ թուրքերն իրենք առաջարկած են։ Եկեք ցեզ ինչ-որ հադուցում տանք դրամական, ճանաչումը ունենք, բայց եկեք հողերու մասին չխոսենք, որտեղ շատ հստակ է Օսմանյան գաշտության անգումենի հետ նոր ստեղծվելի կամ նոր ստեղծվող կամ ծնող Թուրքիո Հանրապետության համար այսպես կոչված գենսական տարածքի խնդիր կար եւ իրենց արժեվ առաջադրանք դրած էին, որ այն ինչ որ ժամանակին գոչվեր Փոքր Ասիա, որը մեջ գինար նաեւ ամբողջ հայկական լեռնաշխարհը, իրենց համար ադիգա գենսական տարածք էր, espace vital էր։ Եվ իրենց համար հոդ է խնդիրը, տարածքները մոռացեք, ինչ կուզեք կնենք։ Եթե այսօր երտանք ասենք Թուրքիո տելևիզիոն տարածքային խնդիր չունի ծեր հետ, ես չեմ կարծում որ շատ երկար կդեվի որ ճանաչում ունեն նա դժվար է բոլոր process-ները միշտ դժվար եղած են, բայց վերջի վերջո ասեմ որ լավ զիջումնային ինչ-որ բան է։ Հիմա հոս է որ օրինակ մենք կմեղադրվենք որ շատ հայտարարական ենք, ոչ միտիզական ենք, սա ենք, բայց լավ որը մեկ դատարանի մեջ այսօր եթե ոչիր կա եւ ոչիրի իբրև արդյունքուն սպաներես մեկը կամ երկուքը կամ ընտանիք ամբողջ եւ իր դունը գալվածները արերես նստեր վայելերես 100 տարի օրը կա եթե դատարան մտնեն օրեն այդ հարցը նույնիսկ ու ժառանգորդները եթե դուն մերազլաս այդ դունը գալված ամեն ինչը գարնվի ցերկե դարբեր չէ միջազգային օրենքի մեջ բայց միջազգային օրենքի մեջ կա քաղաքական այսպես կոչված աշխարհակաղակական իրականություն։ Գետնի վրա աշխարհակաղակական իրականությունը մեզ հնարավորություն է տալիս այս պահին Թուրքիային ասել, որ մենք տարածքային պահանջ չունենք, այդ դեպքում ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։ Չէ։ Եթե իմ դեսագից միտացնես, բացարձակ ոչ։ Այսինքն ասկանդարիներու բայկար, ասկանդարիներու խոսույթ, որ նաև մեղադրանքը գերտա Ուիլսոնյան Հայաստանին, որ ինքնին իր այսպես ասած դիաժորություն դակավին նվազագույնը թուղթի վրա կբահե, որտեղ Ուիլսոնը ինքը տարածուցած էր այդ մեկը law of the land, այսինքն գնկած էր իբրև ապարսակույն օրենք, բայց գետնի վրա իրադրությունը Քեմալ Աթաթուրքը փոխեց, այսպես կոչված դաշնակիցները նաև ամեն մեկին իր խաղ խաղացավ, դվին ինչ որ պետք էր Թուրքիո եւ գետնի վրա իրականություններն են, որ ծնան Լոզանի դաշնակիրը։ Գետնի վրա իրականություն 2020 թվականին էականորեն փոխվեց։ Դրանից հետո ինչ փոխվեց նաև Հայդատի հանձնախմբի համար։ Այս բոլորից է որ ինչպես որ քիչ առաջ ասի մեր օրագարկերը լրիվ շրջվեցան։ Ամենից միջեր նախստակացնեմ, որ մենք պիտի ենք եւ անմիջապես ենք գիտեք ինչ մենք հիմա այս վարկանից Արևմտյան Հայաստանի Ուիլսոնյան բաժին ենք ուզենք։ Այնպես բան չկա, շատ բավականին իրադարձական փոքր կայլերով պիտի առաջ ընտանանք եւ ինչ որտեղ նաև դիմացին անգախ է, այսինքն Թուրքիան ամենից մինչև որ կրկապած կսպասե գորած բոլորին։ Եվ մենք բարդավոր էինք այդ ժամանակվա ընթացքին տառնալ գետնի վրա այնպիսի ուժ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը տառնալ այնպիսի ուժ, որ կարողանար նախ այսպես կոչված միջազգային դասավորումներու բադե հարիթին, ինչ որ այսօր դեպի ունենալ։ Այսօր միջազգային ամբողջ դրվածքը փոփոխություններու process-ի մեջ է։ Այս բոլորեն գրդան օգտվել այս կամ այն ժողովուրդները, այս բոլորեն գրդան օգտվել այս կամ այն պետությունները եւ մեր բարակային հետ նայում այսօրվա վիճակին ոչ մեկ օգուտ կա մեզ այս բոլորի մեջ։ Բարձրապես այս բոլորի շարլատանությունն է, որ դեր ունենա հայկական քաղաքական դաշտի մեջ։ Գալով թե ինչ փոխվեցավ, բնականաբար հրադապ եւ մահոգենաց հարցերն է, որ դրվեցան առաջ։ Այսինքն ասոնք ամենից չէին, որ սպիրկը ինքնին պիտի ամեն ինչով ցկտեր իր իրավունքներով վերականգնման, երբ որ գետնի վրա գար Արցախահայության խնդիրը։
գետնի վրա գար Արցախահայության դեղանությունը, որ ինքնին երկրորդ ցեղասպանական արարք է, որ մենք նորեն ասկարա շատ գտնազեմ, պետք է իսկապես տասորվին, ժողովուրդը որ գսե ես ցեղասպանության պիտի չէ տարգևիմ այլևս 100 տարի անց նորեն են տարգևի ցեղասպանության, առաջին հերթին պետք է ինքն հոգի մեջ ինչ որ քննարկումն է, որ ինչ պատահեցավ նորեն, այսինքն մնայուն դուրսեն է խնդիրը, այո դուրսեն շատ բան կա, բայց նաև մենք ինչ որ մեջը տեր ունենք, ասպարակային հստակ է դեպի ինչը։ Ես ճիշտ հասկացա ձեզ, այսինքն մինչև 100-ամյակը մենք ունեինք ուղղակի ճանաչման խնդիր, զբաղվում էինք դրանով, 100-ամյակից հետո առաջացավ պահանջատիրության խնդիրը եւ 2020-ից ու 23-ից հետո խնդիրը ուղղակի հայկական հարցը օրակարգում պահելն էր։ Պահանջատիրության խնդիրը միշտ կար, պահանջատիրության խնդիրը գարկով, այսպես 100-ամյակին ավելի շեշտադրվեցավ, երբ որ հիշում եմ այսինքն գարկախոսը դարձավ հիշում εμից միմիայն հիշում եմ են դարձավ հիշում եմ եւ բանջում եմ բանջարությունը հստակ բիդի բանջես ինչ կուզես եւ այդ բոլորը պիտի տնես իրավական հիմքի վրա գար բայց շեշտադրում չէր լար որ նախ ճանաչման վրա էր ամեն գծով աշխարհի մեջ ստեղծել իրավիճակ որ բոլոր ասենք կարևոր պետությունները այս կամ այն կողմի այս կամ այսին եթե բաժնենք նախասովետական ինչ որ վիճակի ասենք արևմուտք եւ արևելքի երկիրներ կան մեջը հետո վերջիվերջո Թուրքիան ինք պետք է ջանջ տանս բոլոր այսինքն առանց Թուրքիա այս բոլորը անիմաստ են եթե աշխարհով մեգա ջանցվի եւ բանջարությունը հետ ու կար մեր կողմը բարձրապես մարդավարական բաներ որ ընդհանրապես նախ կսկսեինք ճանաչումը հետո պետք է նստենք եւ ճշտեինք առանց ասենք մտքի մարզանքներ ունելու կոնկրետ ինչ կրնարկել իսկ եթե պետք է ինչ որտեղ հանուն Հայաստանի Հանրապետության այսպես ասած բահմը գենալ եւ շեշտավորել Արցախահայության իրավունքները Հայաստանի նաեւ ինչու՞ չէ հայտարարի անձնախմբերը նաեւ ամեն ինչ հրազեն որ Հայաստանի Հանրապետությունը ինք այս կամ այն ցեվով դնդեսաբես օկտովի արևմուտքեն կամ ուդեղ որ մենք աշխատենք գաբերը հաստատվին ասկայն ամդանկյան հարցերը լան Ցավոք սրտի բոլորը գանկարին երբ որ դեղին հեսավ 2020-ի պատերազմը հոտ այլևս խնդիրը գմնար նախ Արցախահայության հարցը միևնույն ժամանակ նույն առաջնահերթությամբ Հայաստանի սահմաններու խնդիրը Հայաստանի գոյութենական խնդիրը մենք ամբողջությամբ թղթաբանարը կորցեցինք դրինք մեկ կողմ Միջազգային կոնվենցիաները իհարկե շատ կարևոր են հնարավորությունը միջազգային քրեական դատարան դիմելու, բարձրաձայնելու մարդու իրավունքների եվրոպական դատարանում վերապրածների բոլոր կարծիքները, այդ վկայությունները, բայց մենք ունենք նաև այսպիսի շատ կարևորագույն խնդիր։ Այստեղ չի կարող չլինել քաղաքական կոմպոնենտը, քանի որ անկախ բոլոր այն ցեղասպանությունները, այն ոչիրները, որոնց համար մարդիկ ի վերջո պատասխանատվություն են կրել, եղել է քաղաքական, ավելի շատ քաղաքական կամքի արտահայտում, քան իրավական։ Եվ երբ որ Հայաստանի Հանրապետության ցեղասպանության ճանաչման արտաքին քաղաքականություն իրականացնող կարևորագույն մարմին է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ դա ցեղասպանության ճանաչման հարցը իրենց առաջնային օրակարգերից չէ։ Այստեղ ինչ խնդիրների ենք բախվում մենք եւ իրավական առումով եւ նաեւ ձեր գործունեությունը որքանով է արդյունավետ դառնում, որքանով է տուժում։ Եթե լայն անգեզ այն առումով որ իսկապես այդպես է եւ ինչ որ հարց այս ժամանակ պիտի վնասեր Հայաստանին գարելի էր հասկանալ եւ ինչու՞ չէ նաեւ ծեվոր լավաս վարգյանից այնչ որ անգլերեն գործեն tactical retreat, այսինքն շատ մարդավարական փոքր նահանջ գադարել Բայց հստակ իրենց ոչ առաջնահերթություն սեբելը բադվերով եղած, այսինքն ինչ-որ բան է, եթե Փաշինյանի ցեղասպանության օրվա բանը եթե լսեցիք վստահաբար, հստակ էր մեջի ինչ-որ չգան շատ ավելի ագնարու էր, քան ինչ-որ ասավ։ Ոչ թիվը գար ցեղասպանության, ոչ ասենք ոչիրը գործադրողը գար, Արցախահայության մասին ոչ մեկ բան բնականաբար, այս երևույթը հստակ է որ ինչ որ թելադրված, բադվիրված, հստակորեն բարդատրված նույնիսկ կնամսեն ինչ որ երևույթ է։ Հիմա այդպես ինչպես որ եթե լայն անգեզ որ ասվարգյանից ինչ որ գոյտենական մեծ վտանգ կա եւ ավելի լավ է մենք բահմը գանք առնենք եւ շեղինք ուրիշ կողմ, նորեն ասեմ գարելի էր հասկանալ, բայց այդ չէ իրականությունը։ Վգան անե որ ասին 100-ամյակին եւ մինչեւ 100-ամյակ վարված քաղաքականություն, երբ որ հայտարարի հանցախումբերը շատ մոդ են աշխատեին Հայաստանի դվյալ մարմիններուն, դեսպանատներուն հետ եւ մեր ջիկերը կհամադրեինք, մենք հսկայական արժեվ կացինք։
հսկայական այլ արժև կասին։ Փաստ որ երբ որ աշխատից միասին եւ բեդության օրագարկը եւ քու ասենք հայտարարի կամ սպիրկյան օրագարկերը կհամընկնեն իրար, շատ ավելի արագ կընթանա ամեն ինչ։ Օրինակ տան, երբ որ բادرազմի ժամանակ գտիմես օրինակ դիմեցինք եւ իրական կոնկրետ օրինակ է այդ օրվա արտգործնախարարին Կանադայի ասելու համար որ այս պետք է անեք, այն պետք է անեք, գտանարը մեզ գսե, բայց իմ ընկեր կամ բարեկամ Սոհրաբը մզանցականների մասին է խոսքը, ինք ուրիշ բան գսե որ մինչեւ որ դեմ ուղղակիորեն պախում ունեցանք մարդուն ասելու համար որ մենք Կանադայի քաղաքացիներս քեզ մը աշկ ուզենք, Զորաբը ինչ կսի քեզ չսեր, քու եւ իր գիտնալիքն է։ Եվ իրենց հստակ դարձավ որ իրենք դեսան որ մենք ինչ որ բան կա, ջեղ կա մեր եւ այսպես կոչված օրվա իշխանություններում միջև։ Աս բնական է որ մեր կորզը շատ պիտի դժվարացնի։ Ասել չէ որ պիտի գնանք, ասել չէ որ պիտի չբանջենք, եւ իրենց հստակ դարձինք անգետով որ մենք խոսենք ոչ իբրև օտենինգած լոբիստներ, այլ ծեր քաղաքացիներն ենք, որ քվե ունենք եւ այդ քվեի եւ մեր դրանքներով ցեզ մենք ուզենք այս, եթե պիտի հարկեք մեզ իբրև հայկական համայնք, մեր բանջկը այս է։ Այլապես միջպետական ծեր հարցերը դուք ինչպես կտասավորեք ծեր գիտնա։ Հիմա ամիջապես հետ իմիջայլոս բادرազմը այդ արտգործնախարարը փոխվեցավ, ես չեմ ասել փաստոնիկ որ մեր ճնշումներու պատճառով էր, որտեղ ահակին փողոք բարձրացին ներքին արումով, բայց հայտնի էր որ մարտին ինչ որտեղ ճիշտ գործ չէր ներգոր։ Եվ եկավ Մելանի Ժոլին իբրև արտգործնախարար։ Այդ արտգործնախարարին հետ շատ ավելի հանգիստ աշխատեցանք, նույնիսկ մեր վեճերով, նույնիսկ մեր խորտուբոր ճանապարհներով, որտեղ ի վերջո Կանադայի պետությունը իմ, այսինքն Հայաստանը ինքը չէ։ Եվ շատ հստակ էր մեզ համար, բայց որոշ բաներ, որ գսեր ինչ որ կարելի է անել գնային եւ այդ իմաստով շատ բան դրավ, այսինքն ամեն իմաստով օգտակար դարձավ եւ թիվում կանգնեցավ մեզ Արցախայության իրավունքներու կզով, բայց միջև որոշ դեղն է։ Մնացյալ այլևս Հայաստանի Հանրապետության գործներ որ չեն լարվում եւ միջև այսօր չլա ճշտակարար է 1.5 միլիոն զոհեր ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հստակ հայտարարում է, որ պետք է այդ 1.5 միլիոն զոհերի անունները դուրս բերել գրել։ Դա որքանով է իրատեսական եւ որքանով է կասկածի տակ դնում առհասարակ ցեղասպանության հարցը եւ ինչ վկայություններ եք դուք վերապրողներից հավաքագրել այնտեղ Հայդատի գրասենյակում։ Նախսեմ որ ես վերապրողի հետնորդ եմ, այսինքն ինչ անում Մեզ համար նախ անշուշտ բնականաբար այդպիսի բան ակնկալելի է այս խումբեն նորեն ուրիշ ինչ որ մանիպուլյացիա է վստահ եմ նորեն պատվիրված դուրս են փաստերն հստակ են ինձ համար բարձրապես ուշադրությունը ծրվել է այդ խնդրին վրա այսինքն ինչ որ թուրքերուն գսենք ժամանակին նույն բանը իրենց կդամս այսինքն ես հետնորդ եմ ամբողջ սպիրկը նույնիսկ Հայաստանի գեսեն ավելին հետնորդ է ցեղասպանության վերաբերյալ ինչ անուն կփնել հավաքենք հավաքակրենք ինչի համար բայց մենք հստակ գիտենք իրականությունը այս է իմ մեծ հայրս իմ մեծ մայրս ծերը միշինը անորը հստակ ցեղասպանություն ապրած իրենց մարդկային բոլոր իրավունքները ձեռքերն են խլված որպերու սերունդով սպիրկը սկսած մարդիկ են որոնք դեր ինչ թիվ հավաքենք ինչ փաստ պետք է ասպոլորին համար չկա ընտանիք սպիրկի մեջ, որ արդյունք է ցեղասպանության եւ չունի նման օրինակ պատմություն։ Մենք օրինակ ժամանակին, երբ որ վերապրողները դակամին ողջ էին, Հայտադի հանձնախումբը նախաձեռնած էր վիդեոնկարահանման ինչ որ արշավի, որ բահազենք էլեկտրոնիկ ինչ որ բան, արխիվ, որում մեջ կան բազմաթիվ վերապրողներ, այս բոլորը ագանադեսի վկայություն կտան։ Հիմա бид նստենք ադոնք մեկ առ մեկ թվարկենք, այսինքն մենք մեզի գործ բանանք ասելու համար, որ եկեք մեկ ասա անունները թվենք գներեք բայց այսինքն ապօրինությամբ Թուրքի հոտ կգասկե Թուրքերն է որ այսպեսի խուսանավելու յուրահատուկ ցիրկ ունին որ ամեն անգամ որ ինչ որ բան հաջողություն արձանագրե մեր ժողովուրդը իրենք դիմացի ուրիշ խոչընդոտ պետք է անեն այսինքն ամեն մեկ քաղաքարտ որ իրենց ցերկեն գառնվի կամ հաղթատուղթ ինչպես կսեք այդ հաղթատուղթը երբ որ առնվի ցերկեն իրենք նորմը կստեղծեն եւ այս բարակային ունին նաեւ հայանուն խոսնակներ ինչ անուններ իսկ ոչ թե միայն Սավցնող է, նաև կարելի է ասել տրագիկոմիկ ինչ որ բան է ասած, անիմաստ ինչ որ բան է ասած։ Ինչ եք այս պահին անում ցեղասպանության ճանաչման գործընթացի համար Հայդատի հանձնախմբը։ Կանադայի մեջ ընդհանրապես նշումներ են, վերահաստատումներ են, ինչ որ եղավ
քանի օր առաջ ես հոս էի ապրիլի 24-ի օրով մասնակցելու ճահերտին մեր վարժարանի աշակերտներն էր, բայց Կանադայի մեջ ընդհանրապես որ հանցություններ գունենան գուկան գլխավոր 3 կամ 4 կուսակցությունները Կանադայի խորհրդարանի իրենց ղեկավարներով խոսք առնեն, վերահաստատեն այս բոլորը, նույնը գնեն նաև նահանգային ասենք ղեկավարները, նահանգային ազգային ժողովները վերականգնեն, ինչու՞ չէ նաև քաղաքապետական մակարդակի։ Եվ նաև հստակ է կանադացիներու խոսույթին մեջ մենք դրա օրինակ բաբանողական ընդդիմությունը ասենք բաբանողական գուսակցության ղեկավարի խոսքի մեջ հստակորեն Արցախի դեղահանությունը եւ ցեղասպանությունը ուղղակի կամ անուղղակի արդեն ասոցացված են, այսինքն հստակ է գաբը եւ դարբեր չէ ցավոք սրտի դարբեր չէ նաեւ գործընտրողը, այսինքն ազերի դերերեսանու կամ թուրք դերերեսանու վերջերջո հոմիդի հասնեն։ Այս է հիմա ցեղասպանության վերաբերող բաժինը հաջորդ կալը որ ռազ էինք, այսինքն իրադեսական առումով մտնել էր ցեղասպանության նյութը մեր նահանգներում, որովհետեւ Կանադայի մեջ ուսումնական ծրագիրները լիազորությունը կդրվի նահանգային կառավարության իշխանություններուն։ Մենք հոտ այս բոլորը դեղատրել եւ դեղավորել էր, որ կարողանանք լա Օնտարիոյի մեջ, լա Քեբեկի մեջ ցեղասպանության նյութը, հայկական ցեղասպանության նյութը արձանագրել եւ այս իմաստով կարելի է ասել երկու կողմնալ բավականին առաջ կացին, որ Քեբեկի մեջ հիմա բարձրակույն գարկերու համար միջնակարգ դպրոցի ուսուցչական ուղեցույց կա, որում մեջ բավականին մեծ բաժինը կվերապերի հայկական ցեղասպանության։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ տեղեկատվական զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր կանադահայ հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը։ Մենք զրուցում էինք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին եւ ինչ դեր ունի այդ ամենում Կանադայի Հայդատի գրասենյակը, Հայդատի հանձնախումբը։ Ինչպես նաև կարևոր է ցեղասպանությունների մասին խոսել ոչ միայն այդ օրվան ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո, այլ ընդհանրապես խոսել միշտ եւ կարևորել ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ձեզ հետ Աննա Ավետիսյանն էր, դուք դիտում եք Իրավաբանական կլինիկան։